Երկրի վրա քայլող քաջարյուծները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գևորգ Արթուրի Հարությունյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Ծնողների միակ զավակն էր։ Հերոսացին մոր տիկին Անահիտի բառերով ասած, իրենց մին ու ճարը։ Խելացի էր և գրագետ։ Փոքր տարիքում հաճախել է մանկապարտեզ, ապա ինչուի քոլեջ և 5.5 տարեկանից հայորդյաց տանը պարի և այն շարունակել է երկար տարիներ։ Սովորել է թիվ 127 միջնակարգ հիմնական դպրոցում։ 2013 թվականին դպրոցն ավարտելով սովորել է խոհարարություն NV-LC ուսումնական կենտրոնում, որից հետո աշխատել է Երևանյան գիշերներ ռեստորանում մինչև բանակ զորակոչվելը։ Ապա սիրողական ձևով ինքնուս կիթառ էր նվագում։ Սիրված էր շրջապատում և ընկերների մեջ, որի համար նրանք ընկել էին մի շատ գեղեցիկ մականունով՝ Գև ջան, և նրա մասին խոսելիս միշտ ասում էին Գև ջանը, մեր Գև ջանը։ Գևորգը Գև ջանը բարի, հումորով, ընկերասեր, լուսավոր, ժպտերես ու նվիրված տղա էր, ով չէր խնայում ոչինչ իր հարազատների համար։ Բանակ զորակոչվել է 2015 թվականի հունվարի 19-ին Արցախ ասկերան։ Ծառայությունից երբեք չի դժգոհել։ Մեծ ուրախությամբ է մեկնել ծառայության։ Շատ արագ ու հեշտ է հարմարվել ծառայությանը։ Պարտաճանաչ ծառայության ու նվիրվածության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչմանը, նաև ջոկի հրամանատար էր։ Ծառայության ընթացքում զորամասում նրան այլ մականունով էին կնքել՝ Կլոր, քանզի դեմքը թմբլիկ կլորիկ էր։ 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Կռվեց արիապար, մարտնչեց շդողացող ձեռքով և աներեր հոգով ու հաղթեց։ Փառք քեզ ու քո հաղթանակին, Գև ջան։ Ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցելու և իր ներդնումն ունենալու համար Գև ջանը խրախուսվել է պատվոգրով։ Թվում է, ամեն բան ավարտվեց, վտանգն անցավ։ Ծառայությունն էլ պատվով կավարտի ու կվերադառնա տուն։ Նրա զորացրվելուն մնացել էր 5 ամիս։ Ապրիլյան պատերազմից հետո նրան նաև առաջարկել էին շնորհել ավագ սերժանտի կոչում, բայց նա հրաժարվել էր, ասելով. «Ես դիրքերում ինձ լավ եմ զգում, սահման եմ պահել ու մինչև ծառայությանս ավարտն էլի իմ դիրքերն եմ պահելու»։ Մինչև ծառայության ավարտը։ Լավ էր ասված, բայց ճակատագիրն առավել քան դաժան գտնվեց այս քաջ զինվորի ու նրա ծնողների հանդեպ, որոնց մին ու ճարն էր նա։ 2016 թվական օգոստոսի 2 Գևորգն իր 5 ընկերների հետ հայտնվել էր Աղդամում, ականապատ դաշտում։ Իր կյանքի գնով փրկեց ընկերների կյանքը։ Այո, սեփական կյանքի գնով։ Զգալով, որ ականազերծում հնարավոր չէ, ուշ է ու ժամանակ չկա, ինքն էր նետվել ականի վրա, գոռալով. «Տղերք, դուք փրկված եք»։ Նա հավերժի ճամփորդ դարձավ հանուն ընկերների։ Այո, զոհվեց ականի պայթյունից, փրկելով իր ջոկի տղաներին։ Բոլորն էլ փրկվեցին, թեպետ վիրավորվեցին, բայց ապրեցին։ Սակայն մեր հերոսը չփրկվեց։ Դե եկ ու նրա մորը հանգստացնող խոսքեր ասա։ Դե եկ ու նրա հորը մխիթարի։ Անհնար է։ Մեր անկոտրում քաջ, դու պատվով հաղթահարեցիր ապրիլյան պատերազմը, էլ ինչու այսքան վաղ բռնեցիր հավերժի ճամփորդի ուղին, ընկերների կյանքը գերադասեցիր սեփական կյանքիցդ։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է
Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահների կողմից արիության համար մեդալներով։ Գևորգը հավերժ մնաց 19 տարեկան, այդպես ժպտադեմ, ուրախ, ավյունով լի։ Մեր մեծն հերոս, ննջիր խաղաղությամբ, քո սխրանքը կհիշվի հավերժ, քո առաջ գլուխ եմ խոնարհում։ Նրա մահից 10 ամիս անց մեր հերոսի ծնողները կրկին որդի ունեցան ու անունը նորից դրեցին Գևորգ, որ մեծանա և իր անկոտրում ոգով նմանվի իր մեծ ու տոկուն եղբորը։ Մեծանաս բարով դու փոքրիկ Գևորգ, ոգի ունենաս խրոխտ, ու վառ պահես հիշատակը քո եղբոր, որի անունն էր Գև ջան, նաև կլոր։